Հարայինի ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում օրակարգը, բարև ձեզ, թողարկման գլխավոր թեմաները նախ մի քանի տողով։ Չինարիում խախտվել են մարդու կարևորագույն իրավունքները, օմբուդսմենը բազմաթիվ փաստեր կներկայացնի Ստրասբուրգ և Բրյուսել։ Լապշի Նիկոլանումը հակասում է լրագրողի ազատ տեղաշարժի իրավունքին, ամերիկյան պետքարտուղարի խոսնակն ի պատասխան օրակարգի թղթակցի հարցի։ Տաքսի ծառայության տնօրենի տան վրա ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է, հանցագործության մանրամասները ռեպորտաժում։ Պետգնումները կլինեն բաց բոլորի աչքի առաջ, Արմեպսի նորամուծությունը։ Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակները ավելի անբարո են, քան մարմնավաճառները, Պուտինի գնահատականն ու Սպիտակ տան արձագանքը։ Չինարիում պետական սահմանին հակառակորդի վերջին դիվերսիոն փորձի մասին զեկույց է կազմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք խումբը եղել է կոնկրետ դեպքերի վայրերում, խոսել բնակիչների հետ, հանգել եզրակացությամբ, որ եղել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Հակառակորդը թիրախավորված գործողություններ է կատարել բնակելի տների, դպրոց, մանկապարտեզի ուղղությամբ։ Սա միջադեպի տեղն է։ Ակնհայտ է, Չինարիում ռազմականացված օբյեկտ չկա։ Ադրբեջանցիների գնդակոծության թիրախը եղել են բնակիչներն ու բնակելի տները։ Դրանով խախտել են մարդու կյանքի և առողջության իրավունքը։ Հունվարի սկզբի գնդակոծության թիրախը դպրոցն ու մանկապարտեզն են եղել։ Այս դեպքում խախտել են երեխաների կրթություն ստանալու և ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Սա ընդհանուր մանկապարտեզի տեսքն է։ Մենք այստեղ ունենք այս հատվածը, որը գնդակոծության է ենթարկվել։ Սա մանկապարտեզի ակնհայտ արկը մնացած, երբ խոշորացնում ենք, նույնք այլ ակնհայտ երևում է։ Այս գրությունը մանկապարտեզի սենյակներից մեկի դռանն է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք խումբը փաթեթին գցել է նաև բնակիչների վկայությունները։ Ծնողներից մեկը ասել է, որ երեխան որպեսզի չլսի գնդակոծությունների ձայները, երեխայի համար բարձրաձայն երգել է։ Փաստահավաքները պարզել են, սպանված 3 հայ զինծառայողները ադրբեջանցիներին վնասելու միտում չեն ունեցել։ ՄԻՊ առաքելությունը ուսումնասիրել է նաև Բաղանիս ոսկեպար ճանապարհի 230 կիլոմետր հատվածի գնդակոծության հետևանքները։ Մարդու իրավունքների խախտումները ակնհայտ են։ Փաստերը ստվար թղթապանակով Արման Թաթոյանը հասցնելու է Ստրասբուրգ և Բրյուսել, ակնկալում է միջազգային գործընկերների գնահատականը։ Դա լինում է տարբեր կերպ, հայտարարությունների տեսքով, գնահատականների տեսքով։ Դա մշտապես հաշվի առնվում այդ կազմակերպությունների կողմից տվերային ինչ-որ աշխատանքներ կատարելիս, գնահատականներ տալիս եւ այլն։ Բաքվից իբր խաղաղության հարթակ նախաձեռնած հայերի գործողությունները խաղաղության հետ կապ չունեն, արձանագրում է օմբուդսմենը։ Չի կարող այդպիսի հարթակ լինել մի երկրում, որտեղ սպանում են հայ լինելու համար։ Խոշտանգված զինվորների լուսանկարները կցել է փաթեթին։ Արման Թաթոյանը փորձելու է միջազգային հանրությանը հասցնել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներին։ Բելարուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հնարավոր եւ անթույլատրելի է համարում։ ՄԻՊ աշխատանքի առաջնահերթություններից է ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի վրա հարձակման վերլուծությունը։ Զեկույցը կհրապարակեն շուտով։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Արցախի սահմանին գիշերը հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարը, հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափոխային նռնական նետ։ Քիչ առաջ պաշտպանության բանակից հայտնեցին, որ ժամը 14-ին մոտ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 19-ամյա Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Իդեպ շփման գծում իրավիճակի մասին խոսել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ։ Արցախայցի համար Բաքվի հորդորով Մինսկում ձերբակալված լրագրողի ճակատագրի վերաբերյալ ամերիկյան պետքարտուղարությունում հարց է հնչեցրել օրակարգի թղթակիցը։ Խոսնակ Քրբին դատապարտել է լրագրողների ազատությունը սահմանափակող ցանկացած գործողություն։ Թուրք-ադրբեջանական տանդեմ ընդդեմ Ազատ մամուլի։ Նախ պետքարտուղարությունում ճամպրոկային տրամադրությամբ խոսնակ Ջոն Քրբին նշեց, որ չի տիրապետում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատազրկման թեմայի մանրամասներին, բայց պաշտպանում է մամուլի և տեղաշարժի ազատության սկզբունքները։ Մենք մշտապես մտահոգ ենք մամուլի ազատությանը վերաբերող հարցերով։ Ցավոք, գրեթե ամեն օր ենք անդրադառնում այս խնդրին։ Իհարկե, մեր մտահոգությունն է, որ իրենց գործը կատարող լրագրողները ազատ լինեն իրենց աշխատանքի ընթացքում, բայց ուրիշ մանրամասների չեմ տիրապետում։ New York Times-ի թղթակցին էլ չեն թողնում մուտք գործել Թուրքիա։ Ընդհանուր թվով 150 պետություն այցելած լրագրող Ռոդ Նորդլանդին նախորդին ետ են ուղարկել Ստամբուլի օդակայանից։
Թուրքիայի իշխանությունները բացատրություն չեն տվել, իսկ արտգործնախարարության ու նախագահականի պաշտոնյաները ամերիկյան մամուլին ավելի ուշ ընդամենը ասել են, թե կհետաքրքրվեն տեղի ունեցածով։ Տասնյակ թուրք լրագրողներ են բանտարկվել, մի շարք օտար լրագրողներ հարձակման ենթարկվել, կալանվել կամ արտաքսվել Թուրքիայից վերջին ամիսներին, գրում է այս առիթով New York Times-ը։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։ Քննչական կոմիտեն կզբաղվի Մոսկվա-Երևան չվերթի կարգազանց ուղևորի գործով, որակարգի թղթակցին հայտնել են ոստիկանությունից։ 2 օր առաջ Ռուսաստանի 50-ամյա հայ ազգի քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ թռիչքի ժամանակ վիճաբանել է օդանավի անձնակազմի հետ, հայհոյել բորտ ուղեկցորդներին, սպառնացել հարվածել նրանց։ Ուղևորը չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, օդանավի վայրեջքից հետո անձնակազմը ահազանգել է իր իրավապահներին, որոնք բերման են ենթարկել ուղևորին և գործը հանձնել քննչական կոմիտեին։ Երբ հանցագործը ոստիկանն է, հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է Երևանում մայիսին կատարված ավազակային հարձակման աղմկոտ դեպքը տաքսի ծառայության տնօրենի տան վրա։ Դիմակավորված անձինք դանակ և ատրճանակ են գործի դրել վնասվածքներ հասցնելով Ավետիսյանների ընտանիքի անդամներին։ Բոլոր բացահայտումները Հայկո Վանիսյանի ռեպորտաժում։ 2016-ի մայիսի 13-ն Ավետիսյանների ընտանիքը դեռ երկար կհիշի։ Ոստիկանության հաղորդագրությամբ առավոտյան 4:20-ին Շենգավիթի բաժին ահազանգել են։ Դոդոխյան 24 տանը վիճաբանության և կրակոցների ձայներ են լսվում։ Հետո ենք մենք դա իմացել, որ նրանք բարձրացել են գարաժով, մտել են լոգարանի պատուհանն է սա, աղավանդակներ չի եղել, մի փոքր բաց էինք թողել, որովհետև միշտ օդապոխության համար։ Պատուհանին ճաղավանդակներ են դրել արդեն դեպքից հետո։ Հատուկ քննչական ծառայությունում հիմնավորվել է Էդգար Մանուկյանը և ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը դիմակավորված ատրճանակով ու դանակներով սպառնացել են Ավետիսյաններին և պահանջել դրամ արժեքավոր իրեր։ Ինձ կրակելուց հետո մի անգամ կրակել է տղայիս վրա, հետո ատրճանակի քաշքշուկի ժամանակ ես խլացուցիչը ատրճանակից քաշելու ժամանակ ջարդվել է։ Կրակեցին որդոս և դանակահարեցին և մի շարք դանակի հարվածներ հասցրեցին նաև փեսայիս։ Ավետիսյանները դիմադրել են կես ժամից ավելի։ Իրենք էլ են հարվածել դիմակավոր հանցագործներին և մինչև ոստիկանների գալը հասցրել են կապկպել նրանց։ Այդ ամենը հաստատվել է նաև ինքը Էդգար Մանուկյանի խոստովանական ցուցմունքներով, որը որ մի քանի անգամ խոստովանական ցուցմունքներ են տվել և հանգամանորեն պարզաբանել դեպքի կատարման հանգամանքները։ Հրաչյա Ֆալանջյանը հարձակման ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ Ըստ քննիչի նա էր ատրճանակից կրակոցներ արձակել և վիրավորել Ավետիսյաններին։ Իդեպ ավազակային հարձակման գործի քննության ընթացքում բացահայտվել է Էդգար Մանուկյանի կատարած գողության մեկ այլ դեպք։ Նրան սպառնում է 8-ից 15 տարվա ազատազրկում։ Հայկո Վանիսյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Տարիներ շարունակ մեկ անձից պարարտանյութի գնման սկանդալային միջադեպից հետո գյուղնախարարությունը առաջին անգամ մրցույթ է հայտարարել։ Հրապարակվել են այս տարվա համար անհրաժեշտ մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի խմբաքանակները։ Մատակարար ընկերությունները կարող են գնային առաջարկ ներկայացնել մինչև հունվարի 30-ը նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին։ Բյուջեից որքան փող է ծախսվել պետական գնումների համար, տեղեկությունը այսուհետև հասանելի կլինի բոլորին։ Պետգնումների էլեկտրոնային համակարգի նորամուծություններով մատակարար մրցակիցները ծանոթանալով մրցույթի արդյունքներին կարող են հասկանալ, որքանով է արդար անցել գնումների գործընթացը։ Պետական գնումներն այսուհետև կլինեն առավել թափանցիկ, մուտք գործելով էլեկտրոնային գնումների armeps.am կայք կազմակերպությունները կարող են ծանոթանալ ոչ միայն հայտարարված մրցույթների պայմաններին, այլև հաղթած մրցակիցների առաջարկներին։ Խնդրեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից կազմակերպված ավտոպահեստամասերի ձեռքբերման մրցույթը մասնակցել են 6 կազմակերպություն։ Մրցույթներում հաճախ հաղթում են պետգնումներ հայտարարած պաշտոնյաների ծանոթ բարեկամներ, քիչ չեն նաև դեպքերը, երբ մեկ մասնագիծը տարբեր ընկերությունների անունից և մի քանի հայտով է մասնակցում։ Գնումների մասին նոր օրենքի ընդունումից հետո կգործի փոխկապակցված անձանց բացահայտման մեխանիզմը, կողմնակի միջամտություն թույլ չի տրվի։ Օրենքում դրույթներ կան, որ հրապարակելու են բոլոր մասնակիցները իրենց փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները։ Նույնիսկ եթե մրցույթի մասնակիցը հանձնաժողովի որևէ անդամի հետ փոխկապակցված անձ լինի, այդ դեպքում հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկ հայտարարել, փոխկապակցված անձանց ցանկը ընդգրկուն է։ Եղբայրը քույր է, կնոջ եղբայրը, կնոջ քույր է, ծնողը ոկանքի չէ։
Արմեպսի նորամուծությամբ կկրճատվի պետական ծախսը, ամփոփիչ արդյունքները բաց կլինեն ոչ միայն մասնակիցների, այլև բոլորի համար։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Պաշտոնական լրահոսից նախագահ Սարգսյանի հրամանագրով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական։ Նախագահի այլ հրամանագրերով Մեքսիկայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով մեր երկրի դեսպան է նշանակվել Կուբայում եւ Կոստա Ռիկայում։ Նախագահ Սարգսյանը նաև որոշում է կայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին։ Հյուպատոսական շրջանում կընդգրկվեն այդ երկրի հյուսիսային էմիրությունները։ Միջազգային լրահոսից Թրամփի նկատմամբ ռուսական կոմպրոմատի մասին զեկույցի հեղինակները ավելի վատն են, քան մարմնավաճառ կանայք։ Պուտինի այս մեկնաբանությունը աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխագրերում է։ Նրա խոսքում ակնարկ կա ամերիկյան լրատվամիջոցների քննադատական լուրերին, իբր նորընտիր նախագահը Մոսկվայացի ժամանակ թեթևաբարո կանանց հետ է հանդիպել։ Իդեպ հենց այսօր հայտնի է դարձել, որ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել ամերիկուհի Սամեր Զերբոսը, մեղադրելով նրան 10 տարի առաջ իր նկատմամբ սեռական բռնության համար։ Դոնալդ Թրամփի դեմ ռուսաստանյան կոմպրոմատների մասին տեղեկությունները ակնհայտ կեղծիք են եւ զառանցանք։ Այս կարծիքը Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ապա ավելացրել, որ նման կեղծիքները ոչ միայն խանգարում են Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև լարվածության թույլատրմանը, այլև վարկաբեկում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահին։ Что-то сделать по улучшению российско-американских отношений. Ինչպես կարելի է որևէ բան անել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ, եթե հանրությանն են նետվում այնպիսի կեղծ լուրեր, ինչպես ինչ որ հաքերների միջամտությունն ընտրարշավին կամ առավել եւս նորընտիր նախագահի դեմ կոմպրոմատները։ Ավելի վաղ իր դեմ ռուսական կոմպրոմատների մասին տեղեկությունները Դոնալդ Թրամփն անվանել էր քաղաքական որս վհուկների դեմ։ Իսկ Կրեմլի ղեկավարը շարունակելով Թրամփի թեման նշել է, չնայած ընտրություններն ավարտվել են, երբ նակալության պատրաստվող նոր նախագահի դեմ քաղաքական պայքարը շարունակվում է եւ բավական կեղտոտ մեթոդներով։ Խոսքը մասնավորաբար մամուլում հայտնված լուրերի մասին է, իբր մոսկովյան վերջին այցելությանը նա ժամանակ է անցկացրել մարմնավաճառների հետ։ Ընդունելով, որ ռուս կանայք իրոք շատ հմայիչ են, Պուտինն այնուամենայնիվ կարծում է, որ այդ ամենն արվում է նորընտիր նախագահին հեղինակազրկելու միտումով։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ նա վազել է հյուրանոց հանդիպելու սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մեր աղջիկների հետ։ Թեև անխոս նրանք ամենալավն են աշխարհում, բայց կասկածում եմ, որ Թրամփը գնացել է դրանց։ Իսկ նման կեղծիքներ պատվիրողները մարմնավաճառներից էլ վատն են։ Հետաքրքիր համեմատություն է։ Ընդհանրապես սա է եղել Սպիտակ տան արձագանքը Պուտինի գնահատականին։ Հեռացող նախագահ Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը իր վերջին ճեպազրույցի ժամանակ ամեն կերպ պաշտպանել է ամերիկյան հետախուզությանը եւ Սպիտակ տան նոր ղեկավարին առաջարկել է ընտրել, թե ում ավելի շատ վստահ է՝ սեփական հատուկ ծառայություններին, թե ռուսական։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Ստրասբուրգում ընտրել են Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ, քվեարկության 4-րդ փուլից հետո ձայների մեծամասնությամբ հաղթել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին։ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում նա փոխարինելու է Մարտին Շուլցին։ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռանալուց հետո դուրս կգա նաև Եվրոպական միասնական շուկայից, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը։ Սակայն Լոնդոնը պատրաստ է համագործակցել Եվրամիության հետ եւ կնքել Մաքսայի միության պայմանագիր։ Եվրոպական հեռանկարից հրաժարվելու ցանկություն ունի Մոլդովան, հանուն Եվրասիական միության։ Կես տարի առաջ Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի պատմական որոշումը հանգեցրեց կառավարության փոփոխության։ Վարչապետ Դեվիդ Քեմերոնին փոխարինեց Թերեզա Մեյը, որը հանձնարավ Brexit-ն ավարտին հասցնելու գործընթացը։ Իմ պատասխանը հստակ է։ Ես ուզում եմ, որ Մեծ Բրիտանիան այս փոփոխությունից հետո լինի ավելի ուժեղ եւ ավելի միասնական։ Մենք չենք կարող կիսով չափ մնալ Եվրամիությունում եւ կիսով չափ դուրս գալ։ Խոսք չի կարող լինել ասոցիացման մասին։ Վարչապետը խոստանում է, որ Եվրամիությունից դուրս գալու վերջնական որոշումը կկայացնեն խորհրդարանի երկու պալատները։ Brexit-ի դեպքում երկիրը խիստ կլինի միգրացիոն հոսքերի հարցում, այդ թվում Եվրոպայից։ Բրիտանիան կհրաժարվի նաև եվրոպական ընդհանուր շուկայից։ Բրիտանիան Եվրամիության հետ հավասար գործընկերություն կփնտրի, սակայն չի ընդունի այնպիսի մոդելներ,
որ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող երկրներն են օգտագործում։ Ցանկանում եմ, որ հստակ լինի, այնինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն միասնական շուկային։ Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու դիրքերից նահանջում է նաև Մոլդովան։ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևը կարող է չեղյալ համարել 2014 թվականին Եվրամիության հետ կնքած ասոցիացման համաձայնագիրը հանուն ԵԱՏՄ-ի հետ գործակցության։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ուժեղ ցնցում է գրանցվել կենտրոնական Իտալիայում, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։ Երկրաշարժից հետո Հռոմում մետրոյի աշխատանքը դադարեցվել է, իսկ ուղևորները տարհանվել։ Միաժամանակ Իտալիայի Աբրուզո շրջանում առատձյան եւ անձրևներին հետևած ջրհեղեղի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Ֆրանսիայի նախագահ Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որն այս տարի կայանալու է փետրվարի 8-ին։ Ըստ Նուվել Դաղմենի, ընթրիքին ակնկալվում է Օլանդի ելույթը։ Հայաստանում IT ոլորտը զարգացնելու համար առաջարկներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները։ 4 նախագիծ արդեն դրվել է վարչապետի սեղանին։ Դրանք կյանքի կոչելու դեպքում 80,000 աշխատատեղ կբացվի։ Առաջարկներից ամենագայթակղիչը կրթությանն է վերաբերում։ Արփին իրական դպրոցի սաներից է, հիմնական կրթությունից հետո ուսումը շարունակեց այս հասցեում և չի փոշմանում։ Գիտելիքներ ենք ձեռք բերում շատ ավելի շատ, քան ուղղակի կգնայինք դպրոց։ 3 տարի ավագ դպրոց, 6 տարի համալսարան, արդյունքում 9 տարի տևող կրթություն։ Իրական դպրոցն առաջարկում է մասնագիտական կայացման ավելի կարճ ճանապարհ։ 15 տարեկանում ընդունվելով և 18-ում ավարտելով, դպրոցի սաներն արդեն կարողանում են աշխատանք գտնել IT ոլորտում։ Եթե պիտի այսքան ժամանակը 6 տարին ծախսեի դպրոցում, այդ ժամանակաշրջանում ես կարող եմ արդեն ունենալ սեփական բիզնեսը ու որոշակի եկամուտ կարողանամ ապահովել այն տարիքում, որ պետք է ավարտեի համալսարանը։ Երբ որ այդ 9 տարին անցնի, դուք կլինեք 6-7 տարվա մասնագետ, մասնագետները մեր ոլորտում մոտ 600-700,000 աշխատավարձ են ստանում։ Մասնագիտական եւ ֆինանսական հրապուրիչ այս տարբերակով դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ապահովող ծրագրի մի մասն է։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կառավարությանը ներկայացրել է զարգացման մի քանի առաջարկ։ Կրթություն, բիզնեսի զարգացում, կառավարության հետ հարաբերությունները, Հայաստանի բրենդը դրսում ներկայացնելը։ 4 առաջարկները կյանքի կոչելով հնարավորություն կլինի արդեն 2025 թվականին ապահովել մոտ 80,000 աշխատատեղ։ Կարեն Վարդանյանը նշեց նաև ակնկալիքը։ Նորմալ երկիր է։ Լիլիթ Մարտիրոսյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Ստանալ կրակ ձեռքում, բայց առանց այրվածքների, քիմիան, ֆիզիկան, բնական մյուս գիտությունները ոչ թե տեսականորեն, այլ գործնականում ուսումնասիրելու հնարավորություն ունեն հայ փոքրիկները։ Մայրաքաղաքում ամիսներ առաջ բացված գիտությունների թանգարանում յուրաքանչյուր երեխա իրեն գիտնական է զգում։ Սառազոտը լցնում ենք օղակի մեջ և ծուխ է դուրս գալիս։ Տակջրի մեջ, որից դուրս է գալիս գոլորշի, ու երբ որ սխմում ենք, կլորակները բարձրանում է վերև։ Ինչպես դպրոցում, բայց ոչ թե դասաժամ, այլ դասաժամանց այստեղ գիտելիքը խաղով են սերտում, երեխաները ձեռքի հպումով ջուր են երացնում կամ շրջում լազերային լաբիրինթոսում։ Նորություն էր իմ համար սա։ Առաջին անգամ այդպիսի բաներ եմ տենում։ Ամուսինները Արթուրն ու Մարինան մի քանի տարի առաջ մտածեցին ու վերջերս ստեղծեցին գիտության թանգարան, անուննել Փոքրիկ Էյնշտեյն։ Ինտերակտիվ միջավայրում ֆիզիկա, քիմիա եւ մաթեմատիկա բացատրելու կարիք չկա։ Օրենքները դասագրքից դուրս աչքի առաջ են։ Մատուցում ենք հանրամատչելի ձևով, մատուցում ենք այնպես, որ դա լինի ոչ թե բանաձևեր սովորելու կամ նյութ հանգիր անելու ոճով, այլ դա լինի ավելի տրամաբանություն։ Մենք փորձում ենք հալենք կամուրջի վրա, ուզում ենք տեսնենք կամուրջը կպահեր մեր ուժը թե ոչ։ Չի կարելի ձեռք տալ արգելքը թանգարանում չի գործում, կարելի է եւ պետք է այնքան, որքան հաղթահարվեն ֆիզմատ դժվարությունները։ Շատ հետաքրքրված են ու տեսնում եմ աշխուժությունը, շատ հետաքրքիր է նույնիսկ ինձ համար։ Տեսականը մատչելի դարձնող ցուցանմուշներն արդեն 30-ից ավել են։ Փոքրիկ Էյնշտեյնը դռները բացում է միայն դասերից հետո, որպեսզի աշակերտները հանգիստ վայելեն գիտության ժամանցը։ Լիլիթ Դանիելյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։
Եվ վերջում լավլուր օդերևութաբաններից անտիցիկլոնը, որ Արարատյան դաշտում և Երևանում սառողոթի լճացման հիմնական պատճառն էր, վերջապես սկսել է թուլանալ։ Ըստ հիդրոմետ ծառայության վաղվանից Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, շրջանների զգալի մասում ձյուն կտեղա։ Նոր ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց այն որոշակի դրական ազդեցություն կթողնի լճացած սառողոթի շերտի քայքայման վրա։ Դա տեղի կունենա աստիճանաբար։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել հանրայինի եթերում, ցտեսություն։